ասես ճիշտ թիքիզություն։ Շատ նորմալ երազանք ունեն, այր։ Հիմա մի 3 անգամ կատարվել։ Երազանքը շատ կարևոր բան է։ Դա ուժ է տալիս, որ նպատակիդ հասնես։ Ձեզ Զավեն, իսկ դու որոշել ես քո գումարը ինչի վրա ես ծախսելու։ Դավիթ ջան։ Ասում են, մինչև առուն չթռնես, հոպ չասես։ Դել թռնելը ոնց է լինի։ Այսօր երեկոյան Թագուին կընդունի Աղայանի առաջարկը։ Մի շաբաթից էլ կամուսնանան։ Ամուսնանալը քիչ է։ Դեռ պիտի բաժանվեն, որ մենք կարողանանք ստանալ մեր գումարը։ Հա, բայց այդ բաժանվելը միշտ էլ ավելի հեշտ չի լինում։ Լուրջ չեք հասկանում, որ այս այդ դեպքը չի։ Բա որ Թագուհին որոշի չբաժանվել։ Ասենք մտածի, որ արժի հանդուրժել Աղայանին ու վայելել այդ ամբողջ հարստությունը։ Քան թե բաժանվի ու ստանա այդ հարստության ընդամենը մի փոքր մաս։ Տենց բան չի կարող լինել։ Ես միշտ գործս միջև վերջ եմ տանում։ Ու դա ասում եմ մի կինով 15 անգամ եկեղեցում երդվել է, որ կմնա հավատարիմ իր ամուսնուն մինչև մահ։ Բիզնեսը մնում է բիզնես։ Կարևորը իրար հասկացանք։ Դրա համար առաջարկում եմ զանգես ծելու Խոտաբիչին եւ արագացնես մեր երազանքների իրականացումը։ Օ, բինգա։ Սողոմոն, երդվում եմ, հեռախոսը վերցրել էի, որ քեզ զանգեմ։ Բարի լույս չէ, իրականում շատ վատ եմ։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Քո մասին էի մտածում։ Դու պատասխան ես տալու իմ անքում գիշերների համար։ Դե սկզբի համար առաջարկում եմ ինձ ինչ-որ տեղ հրավիրես։ Առայժմ անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, համբուրում եմ։ Բրավո, բրավո։ Կարող եք զբաղվել հարսանիքի կազմակերպչական հարցերով։ Գոնե մի բան արած կլինեք։ Զարգացում, բարեկամս, զարգացում։ Առանց զարգացման սյուժեներն առաջ չեն գնում։ Եթե հավատանք ծերուկ Շեքսպիրին, որն ասել է, թե աշխարհը բեմ է մարդիկ դերասան, այդ դեպքում ով է հանդիսատեսը։ Ես, դու, նա, բնավ, հանդիսատեսը հաջողությունն է, որ խաղից մեր գող կամ մեզ կժպտա, կամ մեր անտաղան դայլանդակ խաղից, չել համբերի, որ ավարտը գա, կշրջվի մեջքով բեմահարթակին ու կհեռանա։ Եվ ահավասիկ ուզում եմ փաստել, որ նա մեզ ժպտաց ու ծափարեց։ Աղայանն արդեն ամուսնանում է։ Էնպես որ սրեք ձեր ատամները, եթե իհարկե ունեք երազանք։ Շուտով կկծենք հենց այն խնձորից, որ պետք է կիսենք մենք Թագուհու հետ։ Գարսոն, այս սեղանի հաշիվը կբերես։ Բարի լույս, Միսթր Բրեդ Պիտ։ Դու չիրես ինչքան բարի է այս օրը։ Իա, այս ինչ-որ բան եմ բաց թողել։ Թագուհին ընձի է զանգել։ Պարզա, զանգի ասել է, որ իր այդ գործ չունես, իրան էլ չանհանգստացնես, հիմա դու էլ սենց ոգևորվել, սիրուն հագնվել, գնալու ես, որ Թագուհու աշկին սիրուն երևաց։ Չի ստացվի, մոռացի, պարոն Աղայան։ Ես ձեզ ասում եմ, Թագուհին երեք պահի ազդեցության տակ էր ոգևորվել։ Բոլորովին սխալ ես տղա։ Ընձի զանգեց, ասեց սաղ գիշեր
Kumasin kımıdatsın. Ha? Ya. Himi bir diyetan zerko uzem etçiz şudo bir diyetan et hoğa arnik vor voskin katagan. Ավելի Ben kuzem ne vertam İran? Ինչ ոսկի պարոն աղայա, Ha, ne ver bir tam kanoçus ya. Ինչ ոսկի։ Getan kutsugen kimi. But just for saying vorka. Okay, come on, let's go. Let's go. Huh? Okay. Come on, let's go. Let's go. Լսեցիք։ Դե, լսեցինք։ Դե արագացրեք։ Էրիկ ջան, ինչ հարակացնենք։ Չգիտենք ինչ պիտի անենք։ Մանուկնա։ Մի րոպե։ Ուշադրություն, հարգելի հանդիսատես, սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը, ունեմ ցնցող հայտարարություն։ Պարոն Սողոմոն Աղայանը ամուսնանում է։ Ով կմտածեր։ Թող աղջիկը համաձայնվի, նոր կնաս հայտարարես։ Հենց աղջիկը համաձայնվեց։ Միանգամից գնում ենք երկրաբանական ինստիտուտ։ Գտնում ենք մի հատ նորմալ մասնագետ ու խնդրում ենք, որ մեր հետ գա գյուղ ու ստուգի, արդյոք այդ հողի մեջ ոսկի կա թե չէ։ Մանուկ ջան, մենք այդ մասնագետին որտեղից պիտի գտնենք։ Բայց հարց հացակում, թե մենք այդ մասնագետին որտեղից պետք է գտնենք։ Գիտեք ինչ, պարոն աղան, մեկ մտածում եմ, այդ երկրաբանները նորմալ գումար վաստակում են, թե ֆոկուսնիկ են։ Մարդ ես, միամիտ ասենք, մեքենան խփեց։ Այդ ծախսերի տակից ո՞նց է դուրս գալու։ Ես ինչ գիտեմ, ես չեմ հասկանում։ Հա, պարոն աղան, եթե ինձ հասկանալը այդքան հեշտ լիներ, այս կինոն լրիվ ուրիշ բանի մասին կլիներ։ Էդիկ ես համաձայն եմ։ Լսեցիք։ Դե, լսեցինք։ Դե արագացրեք։ Այդ զավեն սպոճում ենք։ Այսը։ Բայց ինչի մեքենան, հա? Ինչի մեքենան։ Ես համաձայն չեմ։ Այ քեզ բան։ Չեմ հասկանում, սրանց անվտանգությունը ԱՑ-ից ուժեղ է։ Մենակ մուտքի կամերան եմ կարողանում գտնել։ Դե որովհետև տեսախցիկ մենակ մուտքի մոտ կա։ Հենց որ այսօրվա քո հերար աշխատելը չի ստացվել։ Ավելի լավ։ Մի անգամ էլ ես բեմ դուրս կգամ։ Թե չի անընդհատ ես հուշարարի փոսից եմ աշխատում։ Արագացրեք, ուշանում ենք։ Սողոմոն, անկեղծ ասած ես ինքս ինձ վրա զարմացած եմ։ Չէի պատկերացնի, որ կհայտնվի ինչ-որ մեկ ում հետ կուզեմ կապել ողջ կյանքս։ Սերը տենց է։ Փաստորեն։ Այնց դրա համար մեզ պետք է ամուսնական պայմանագիր կնքել, որպեսզի ոչինչ չխափանի մեր սերը։ Հա, ես շատ համաձայն եմ։ Առանց այդ էլ շատ երկար ենք առանց իրար ապրել, չէ՞։ Հա, սրդիս կխոսիս։ Բայց ես financial manager ունիմ, ամեն բան ինքը կկարգադրե։ Financial manager։ Այո, Բողոսը, իմ financial manager-ն է, ինչ որ Բողոսը ասի, ես կանեմ, բայց ինքը ավելի ջայել է եւ ավելի սիրուն է Կոնստանտինի։ Չսիրարվի իրան հետ։ Այ Սողոմոն։ Մեր անսպասելի սիրո կենացը։ Մեզ մնաց 15 րոպե։ Ոնց 15 րոպե։ Չենք հասցնի։ Մանուկ ջան։ Ծանոթացի թակուի հետ։ Շուտով իմ կինս կեղնի։ Այս կանից հետո չհասցնելը շանտեղություն է։
Կներեք, ուզում եմ մեքենաս որոշ ժամանակով ինստիտուտի մոտ թողնել, որ խնդրեմ կնայեք ճիշտ եմ կայանել։ Հանրապես չի պիտակնում, բայց երկար եք կանգնելու։ Չէ, հեսա դուրս եմ գալիս։ Կարելի է։ Ամեսեք։ Գտել եմ, դրան մոտ եմ։ Արգելիս, իրականում այս հարցով դուք պետք է կադաստրին դիմեք, ոչ թե մեզ։ Մենք սեփականաշնորհման հարցերով չենք զբաղվում։ Ես ձեզ շատ լավ հասկանում եմ։ Ուղղակի տեսնում եք, այստեղ պայմանագրի մի հատ կետ կա, որտեղ ասվում է, որ երկրաբանի եզրակացությունը հարկավոր։ Դա իրականում ոչ թե սեփականաշնորհմանն է վերաբերվում, այլ շին թույլտվությանը։ Հասկացա, ես էլ մտածում եմ ինչի համար են ձեր մոտ ուղարկել, ես էլ անիմաստեղը ձեր ժամանակն եմ տալու։ Ոչինչ, կներեք, 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Ես ձեզ մի հատ բաժակ եմ պարկ իմացեք դրա մասին։ Թողեք, ես հիմա մակրոն կանչեմ կհավաքի, թողեք։ Կներեք, անհարմար բան ստացվեց։ Ներողություն եմ խնդրում, եւս մեկ անգամ հաջողություն ձեզ, կներեք։ Տեսություն։ Չես իմպրովիզացիանում ժամանակ չկա։ Ժողովուրդը շատ դիր մոտենում են։ Ինչ չհասկացա։ Բաղրամյանի վրա են 4 րոպե։ Այդ զավեն կոորդինատները։ Միջանցքով մինչև վերջ ու աջ։ Մատը։
Տվեք 2 րոպե։ Բագրատ, ո՞նց է խփել։ Հիմա գալիս եմ։ Բանալիներն ինչ եղան է։ Ուշադիր ստել է։ Մեքենան, Չեմ հասկանում, ոնց արել որ հարմարացրել, ասենց ստացվել։ Խնդրում եմ, կներեք, էլի ուղղակի պատահական ստացվեց։ Ճիշտ ասած ուզում էի մի քիչ հետ գայի, մեկ էլ եկա կպած ձեր մեքենային։ Լավ, ոչինչ։ Այդքան բան չի եղել։ Չէ, ոնց չի եղել։ Ինձ թվում է մի քիչ քերծվել է, եկեք ես մասնագետ կանչեմ, մի քիչ ժամվա ընթացքում կգամ, կգնահատեմ, ես կփոխհատուցեմ, էլի, խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Չէ, ոչինչ պետք չի անել, աղջիկ ջան, ամեն ինչ նորմալ է։ Մի փոքր քերծվել է, էդ էլ իմ վրա։ Ուղղակի ես ինձ շատ վատ եմ զգում։ Կես ժամվա ընթացքում կմոտենալ։ Աղջիկ ջան, հանգիստ քշի գնա, ասում եմ, բան չկա։ Լավ։ Քշի գնա։ Լուրջ եմ ասում, եթե այս ամիսը լավն ավճար չեղավ, ես լավն չեմ մնալու։ Ամեն անգամ նույն բանն ես ասում, ամսվա վերջին ձայնը չի լսվում։ Պարոն Սմբացյան, որովհետև մենակ ես եմ խոսում։ Ուրեմն մնացածին բավարարում են պայմանները, աշխատի։ Ասորեն հույս չդնեմ։ Անդրեան ջան, հույսը, որ ասում ես հույս ինչին է կապ։ Կարելի է։ Մենք ձեզ շատ չենք զբաղեցնի։ Համեցեք պարոն աղան։ Բարև։ Բարի ախրժակ։ Շնորհակալություն եմ ձեզ։ Մենք շատ ստապ ենք, որտեղ ես հող եմ արել, կուզեմ դու գաս, ստուգես հողը եւ տեսնես ոսկի կատակը։
Դեպք շտապեք, բա ինչ կանեք, ոսկի տեն բանա։ Ուեննայ, իսկ մեկ ներքևում, հավապատասխան դիմում եք լրացում, որից հետո պատրում եք պետական վճարումներ, հա? Ու չէ, դուք ինձ սխալ հասկացաք։ Չէ, այդ երևի դուք պես սխալ հասկացաք։ 7 աշխատանքային օրվա ընթացքում 7 Ներքևում սպասեք պարագաներս վերցնեմ գամ։ Շատ շնորհակալ ենք։ Համեցեք, պարոն աղա։ Անջան ուշադիր դուրս են գալիս։ Լավ, վերջ ես ապա եմ կանչում։ Մի րոպե։ Ուր ես գնում։ Ոչ միտեղ չեմ գնում, ապա եմ կանչում։ Բարև ձեզ։ Խաչատրյան դու ես։ Հա, ես եմ, բայց հիմա շատ զբաղված եմ, եթե կարելի է մի քիչ ավելի ուշ, էլի։ Խաչատրյան ջան, մի հատ թուղթ տա, մի հատ ստորագրում պեչատում ես ու վերջ։ Այ հարգելիս, միջև ես այդ ամեն ինչը նայեմ, միջև ուսումնասիրեմ, միջև Այդ ամեն ինչը իզնից 7-ից 10 աշխատանքային օր կտանի։ Դե հերն էլ անեցած է։ Վեր։ Որ ասում էի Խաչատրյանը կարգին մարդ է։ Շնորհավոր եմ։ Շնորհակալ եմ, ախպերս։ Լսի, տեղից չշարժվեց։ Ես քո մեքենայի համարները ֆիքսել եմ։ Հասկացա՞ր։ Լավ չեք հասկանում, ասում եմ ոչ միտեղ չեմ գնում, հենց հիմա ապա եմ զանգում։ Հələ դες ո՞նց է որ ես գոռում։ Հələ սրան նայի արա։ Ո՞նց է որ ես գոռում։ Հələ սրան նայի։ Կարամ իմանամ ինչ ա եղել։ Մեքենան վնասել եմ, ուզում եմ ապա կանչեմ։ Չէ, ինչ ապա կանչելու կարիք չկա։ Ո՞նց թե չկա։ Քեզ տեսնում, մեքենաս տվել ջարդ ու փշուր արե։ 4-5։ Կարծում եմ այսքանը հերիք է։ Այսինքն։ Այսքան այդքան է հերիք է, որ ձեր մեքենան վերանորոգեք, մի բան էլ ավել է։ Կներեք ձեզ անհանգստություն պատճառելու համար, 1000 անգամ կներեք։ Հա, լավ։ Բայց մյուս անգամ մեքենա ընկերուն չվստահես։ Աղջիկ ջան, մյուս անգամ զգուշ կլնես։ Ես ինչ ես անում։ Ինչ իմպրովիզներ ես անում։ Այս փողը չի որ Մանուկի տված փողը է սա։ Այդ են մարդու աշխատած կեղտոտ փողերն։ Մենք նստենք սպասենք այստեղից պիտի գաս։ Ուրիշ եկար։ Ադես են դեպքերից է որ պիտի հետևի մուտքից գաս էլի։ Հիմա արանք արաքստեղից գնանք, քանի մեզ մարդ չի տեսել։ Ես որ ասում եմ կանաչ չի կարելի մեքենա վստահել, նեղանում են։ Հա էլի անջան, էս Ապրեք շատ խնդալա։ Պարոն աղայան, զարմանում եմ դուք ինչ եք գտես ամմայի անպետ տարածքի մեջ։ Մանչս, սաղ կենքս զիբիլից ոսկի եմ շինե։ Պարոն Խաչատրյան, դե արագացրեք, քանի հողի տերը չի եկե։
Որտե՞ղ։ Էստեղ։ Ասպեն որտեղից կալամ ցուցանմուշ վերցնեմ։ Որտեղից ուզում ես։ Կյանքում չէի տեսել, որ նման քանակության հողի մեջ այսքան ոսկի լինի։ Սրա մասին պետք է տեղեկացնել համապատասխան մարմիններին։ Ոչ մեկին տեղեկացնել պետք չի, ում որ պետք է մենք արդեն տեղյակ պահել ենք։ Բայց չկա, դու չես ուզում որ մեկը գիտնա, որ դու bribe ես վերցուցել։ Նենց որ այս ամեն ինչը հավաքի, քանի հողի տերը չի եկել։ Նայ, տեսա։ Կներեք էլի, տորմուզները սա, միատ նորմալ կալոտկա չեմ կարում ճարի։ Արկելակները, ստոպ։ Ինչ stop, I don't want to stop, ոնչ պիտի stop անենք։ Հիմա ես կուզեմ հողը առնեմ, կանանք։ Էլի հարց չկա, բայց ես հողի համար երեկել էին զանգե, հիմա թողան տենամ իրանք ինչ են ասում, հետո կորոշեմ, իրանց եմ ծախում թե ձեզ։ Չէ, ախր, Վարկես ջան, տես չի լինի, ախր ես մի քանի օր առաջ քո հետ խոսացել եմ։ Ասել ես, հո չես պեչատե, գիտես քո նմանները քանի հոգի են ասելու կորել, այ որ բեհետաբաց ըլնեիր, հիմա խնդիր չեր ըլնի, բա։ Ասե ես գործի մեջ եթե թակույն էլ կա, ստեղ մինիմում 6-անիշ թվեր ախորբալ։ Իսկ ես մեծ թվեր սիրում եմ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ինչպես միշտ։ Ուղղակի անցնում եք շուրջօրյա հերթապահության։ Ահա, նեյրա։ Ինչպիսի հանդիպում, էսում եմ տեսնում։ Թևանյան, փաստորեն էս հանքի մասին էր դու խոսում։ Բա, պարոն Մանուկ, բա։ Մանուկ, գիտի որ վերջի սենտս կխարժեմ ես հողը ինձի պետի մնա, իրան չի եղնի։ Լավ։ Վարկես ջան, այս հողի համար դու $10,000 ես ուզում, չէ։ Ես քեզ $20,000 եմ տալի, բայց ստեղից ուղիղ գնում ենք նոտար։ Ախպեր ջան, ես 30 եմ տալի։ Ես $50,000։ $70,000։ Մի րոպե, հա, մի րոպե, ձեռեք առնում, ես փնձանդ հողի համար այդքան փող եք տալի։ Քեզ ինչ։ Աղայան, լավ չես անում, հոտի տակ ես ընգնում, անիմաստ ես բարձրացնում, մեկը այս հողը, որ դու առնես է, ոչ մի բան չես կարողանալու ես, բայց այ երբ որ ես առնեմ, ամեն բան կանեմ, իմ կապերի շնորհիվ։ Դե զգուշ եղի հանգարց այդ կապերը վզիտ չփաթաթվի։ Գիտես, քո մասին այնքան բաներ գիտեմ, որ հաստատ քո անգլիացի պարտներներին դուր չի գա։ Լավ չկա, բայց երդվում եմ, եթե մի անգամ էլ եք է ճանապարհից կանգնել, ամեն բան շատ ավելի վատ ավարտ կունենա։
Հիմա ես ինչ անեմ, գնամ այդ հողի թղթերը բերեմ։ Հա, շուտ գնա, շուտ արի։ Հեսա։ Հեսա։ Hey, Պողոս, նոր ես հասել։ Կարծում եմ ճիշտ ժամանակին եմ հասել։ This is Պողոս, my financial manager։ Ինչ որ Պողոսը կասե, մենք կանենք։ Ձեր մանուկն է, ես քեզ իմ արկի համար պատմել եմ, չէ՞։ Հաճելի է։ Նմանապես։ So what did you find out? Well, the guy from the institute right there says ոսկի գա տագը։ Ճիշտն ասած, ես է չէի հավատում, բայց պարոն աղայանի սիրտը մի բան վկայում էր։ Պարոն Խաչատրյան, Երկրաբանական ինստիտուտի ավագ գիտ աշխատող։ Փաստորեն դուք պնդում եք, որ այստեղ ոսկու պաշար կա։ Այն էլ ինչ քանակության։ վստահ եմ դեմ չեք, եթե իմ վաղեմի բարեկամներից մեկը ստուգի այդ ինֆորմացիայի ինքնությունը։ Ну, ընչենք դեմ։ Պարոն Խաչատրյան, ճիշտն ասած, ես էլ դեմ չէի լինի, եթե եւս մեկ անգամ ստուգեի։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև։